Ուրեմն ինչի մասին որ պետք է խոսենք հետևյալն է։ Ինչ է արել Հայաստանի գործող իշխանությունը 7.5 տարում, հանուն Հայաստանի արված որևէ քայլ չեք գտնի ՔՊ-ի գործողություններում։ Ներքին Գետաշենի բնակիչների հետ հանդիպմանն ասել են Հայաստան խմբակցության պատգամավորները։ Կանաչ լույս է բացվելու Ադրբեջանի համար նոր տարածքային զիջումներ։ Սահմանագծման, սահմանազատման անվան տակ Հայաստանից հանձնելու են նոր տարածքներ։ Փաշինյանի ընտրվելու դեպքում ըստ Իշխան Սաղաթելյանի կատարվելու են Ադրբեջանի այն պայմանները, որոնք ՔՊ-ն դեռ չի հասցրել կատարել։ Սահմանադրության փոփոխություն, առհասարակ մեր բոլոր իրավունքներից հրաժարվում, ներազգային պառակտում ավելի են խորացնելու այս թշնամանքը ժողովրդի մեջ ավելի է շարունակվել։ Շատ կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը սպասվող ընտրություններում։ Գեղարքունիքի բնակիչներին ասել է Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա հիշեցրել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի վերջին հայտարարությունը։ Հայաստանի վարչապետի ընդդիմախոսների այն համոզմունքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը ընտրում են Փաշինյանին, ամրապնդել էր Թուրքիայի արտգործնախարարը, հայտարարելով, որ աջակցում են Փաշինյանի քաղաքականությանը։ Կամ մեր ժողովուրդը իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կամ այս ընտրություններով մեր ժողովրդի ապագան տնօրինելու է Թուրքիան ու Ադրբեջանը։ Իսկ ինչպես են պատկերացնում Արցախի հարցի լուծումը Հայաստան խմբակցության պատգամավորները, ռազմական ճանապարհով են պատրաստվում հետ բերել Արցախը, թե դիվանագիտական լուծում կա, հարցնում են մարտունեցիները։ Ներքին հզորությունը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով Արցախի հարցը փակ չէ իրենց համար։ Հակամարտությունն Ադրբեջանն ավելի է խորացրել 2023-ին ցեղասպանություն իրականացնելով արցախցիների նկատմամբ, Արցախը հայաթափելով։ Հիմա Արցախի վերաբերյալ ամենակարևոր քայլը ըստ Օհանյանի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պահպանումն է։ Իսկ այդ հնարավորությունները օրինակ մենք ազգային ժողովում մեր այն պատգամավորները, որոնք ընդգրկված են միջազգային տարբեր հարթակներում աշխատում են, հանձնաժողովներում են, կառույցներում են, բարձրացում են այդ ձայնը, որպեսզի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պահպանվի։ Մեզ համար ավելի լավ է խորթուբորդ ճանապարհ, բայց անվտանգ Հայաստան, ասել են մարտունեցիները։ Պատգամավորները խոստացել են շարունակել մարզաբնակների հետ բաց, անկեղծ շփումները։ Որ դուք ձեր համոզմունքներին հավատարիմ եք եղել։ Լիլիթ Գասպարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։